Ինչպիսին էր 2025-ը բիզնեսի, ֆինանսների և տեխնոլոգիաների աշխարհում և արդյոք այս տարի գործում էր ֆինանսական բանականությունը։ Ողջույն, սա մեր տարվա վերջին էպիզոդն է, այսօր կամփոփենք տարին, առանձնացրել ենք բոլոր հետաքրքիր նորությունները, որ եղան տարվա ընթացքում, հետաքրքիր միտումները, փոփոխությունները և ամեն մի հարցով այսպես փորձում ենք խորանալ, գտնել կա արդյոք ֆինանսական բանականություն, թե չէ, բայց ընդհանուր առմամբ, Վլադ, քո կարծիքով այս տարին ֆինանսական բանականության տարի էր, թե չէ։ Արի թեմաները քննարկենք ու վերջում ամփոփելուց նոր դեզրակացությունը ասենք, սպոյլեր չանենք։ Այո, դե ուրեմն բաժանորդագրվեք մեր ալիքին եւ վերջում կիմանաք, կգրեք նաեւ ձեր կարծիքը։ Մենք մի քանի բլոկ ենք առանձնացրել, մեկը դա օրենսդրական փոփոխություններն էր, որոնք այս տարի շատ էին, մյուսը դա նորությունների բլոկն է, տարբեր ուղղություններով, թե ինչ տեղի ունեցավ եւ ինչ հետ կթողեց, եւ առանձնացրել ենք նաեւ այսպես ֆինանսական ռեկորդների ինչ-որ շարք, որը նույնպես բնութագրվում է այս տարին, բայց առաջինը երևի դա հենց օրենսդրական հատվածն է։ 2025-ը Հայաստանում օրենսդրական կարգավորումների այսպես պտտահողմի տարի էր երևի, անընդհատ ինչ-որ նոր բաներ առաջ գալիս, կարծես այսպես լավ տնային աշխատանք էին հանձնարարել, բայց այդքան էլ լավ չէր կատարվել այդ տնային աշխատանքը, ինչը որ բիզնեսներին, քաղաքացիներին, բոլորին այսպես գցեց ինչ-որ խառնաշփոթի մեջ, ու հիմա փորձենք ամփոփել, տեսնենք դրանից ուր հասանք, ինչ տվեց մեզ։ 2025-ը իրոք օրենսդրության ու հատկապես տնտեսական կյանքին վերաբերող օրենսդրության բավականին ակտիվ տարի էր, որովհետև ըստ կառավարության պլանի պետք է այս տարի առաջի անգամ գրեթե ակտիվ բնակչության մեծ մասը լրացնել իր տարեկան հայտարարագիրը եկամուտների, ինչը բնականաբար այդքան հեշտ չստացվեց ու մեծ հաշվով կարանք ասենք, որ ձախողվեց։ Եթե նախապատմությունը դրանից 1 տարի առաջ ոնց որ բիզնեսի սեփականատերերը ու տենց մի խումբ էլի մարդիկ, պետական պաշտոնյաներ եւ այլը, տենց ոնց որ պիլոտային հայտարարագրեցին ու նույնիսկ այդ խմբի համար շատ դժվար էր այդ process-ը։ Ու համաձայն պլանի այս տարի պետք է ըստ էության բոլոր աշխատակիցները, այսինքն մոտավորապես 750,000 հոգի պլյուս մինուս, պետք է 24 թվականի իր եկամուտները հայտարարագրեր։ Այդտեղ առաջացավ լիքը խնդիրներ։ Նախ չգիտես ինչի հայտարարագրման process-ը կապվեց նաև, որ պետք է մարդիկ ունենային ID card, իսկ մեծամասնությունը ID card չունեն եւ fail համար 1, որ այդ մասը լավ չէր մտածվել։ Երկրորդը ընդդիմությունը, ԶԼՄ-ները ու լիքը փորձագետներ տարվա հենց սկզբից այնքան ակտիվ անձի քարոզ արեցին հայտարարագրման process-ի, որ հետո պետությունը շատ ավելի ուշ միացավ ու փորձեց այդ ամեն ինչի դրական կողմերը ներկայացնել ու կոպիտ ասած քարոզչությունը ակնհայտորեն կրվան։ Եվ որպես արդյունք եղավ են, որ առաջի զիջումը եղավ, որ ժամկետը տեղափոխվեց մինչև նոյեմբերի 1 եւ գումարը իջեցվեց 300,000 հետո զիջում եղավ, որ մինչև 300,000 դրամանոց տենց իրար փոխանցած գումարները կարելի է չհայտարարագրել եւ կուլմինացիան էր, որ վերջում ասացին, օքեյ, հարկայինը ձեր տեղը ավտոմատ կլրացնի, հետո եթե ինչ-որ անհամապատասխանություններ լինի, ոնց որ ձեր մուրը, ձեր գլուխը կոպիտ ասած, տենց պտիշկան դրվեց, որ հայտարարագրումը եղավ, բայց փաստացի դա ակնհայտ ֆեյլ էր։ Երկրորդ փոփոխությունը, որը համեմատաբար շատ մարդկանց էր կպնում, դա տենց մեր ամենատարածված հարկային ռեժիմը, շրջանառության հարկը, լոգիկան փոխվեց, եթե առաջ մարդը գիտեր ինչքան աբարոտ անում դրանից ինչ-որ մի հատ տոկոս էր վճարում, հիմա պետք է հաշվի նաև ծախսերը, ծախսերից ինչ-որ տոկոսներ նվազեցումներ, արվում էր փաստաթղթա շրջանառությունը լավացնելու ծախսերը, որպեսզի բիզնեսները գրանցեն ու ստվերը պայքարեն, արդյունքում մի քիչ ավելի հարկ հավաքվեց, ընդ որում ես առաջարկեմ օրինակ եկող տարվա էպիզոդներից մեկում մի հատ նայենք, թե շրջանառության հարկը դրա արդյունքում գումարային տնտեսության մակարդակում ավելի շատ վճարվեց, թե չէ։ Որովհետև լոգիկան այն էր, որ ասում են թող ծախսերը ծախսագրեն, փաստաթղթավորեն ու արդյունքում ավելի քիչ կլինի, բայց գործնականում վստահ եմ, որ բոլորը ավելի շատ են վճարել։ Հաջորդ տենց տարվա սկզբից կուլմինացիոն տենց ինչ-որ հետաքրքիր օրենսդրական փոփոխությունը դա ԲՏԱ
ոլորտի աջակցության ծրագրերն էր, որը շատ խոճուճ էր խառներ, Իրան շատ ենք անդրադարձել, նաև հիշում ես նախարարն էլ ենք հրավիրը նայել ենք, ինչն էր հաճելի, որ նախարարը նույնպես ընդունում էր, որ որոշ բաներ կա, որ ստացվել է, որոշ բաներ կա, որ չի ստացվել, որոշ բաներ կա, որ պետք է վերաիմաստավորել, վերանայել, բայց այնուամենայնիվ սա մի հատ ինչ-որ process է, որը դեռ ոլորտը չի մարսել ու եթե հələ IT ոլորտը որոշակի դա մարսել է, ավանդական ոլորտները վստահ են, որ հələ դեռ այդ R&D հասկացությանը մոտիկ չեն եկել ու չեն բանանում, բայց երևի ժամանակը քիչ-քիչ կբերի դրան, որ բայց ստացել են, չէ՞, R&D-ի մասով այդ աջակցությունը։ R&D-ի մասով ստացել են, այսինքն որոշումները կա։ Ու մեծ մասամբ ստացել են։ Ով որ ենթադրվում էր, որ ըստ լոգիկայի պետք է ստանա։ Ստացել եմ, բայց ինչքան գիտեմ, միջև այսօրվա դրությամբ այդ գումարները, որ պետք է այդ ընթացքում որ քննվում էր, վճարեն, դեռ միջև այսօր վճարված չէ բիզնեսներին։ Եվ վերջինը տարվա վերջում մի հատ օրենսդրական փաթեթ շատ ակտիվ սկսվեց քննարկվել, որը շատ վաղուց քննարկվում էր ու չէր հաջողվում։ Շատերը իրան բնութագրում են նաև որպես նախընտրական պրոյեկտի մի մաս, դա ահանա կամ առողջության համապարփակ ապահովագրությունը, որը իմ կարծիքով էլի շատ հում էր ընդունվելու եւ կիրառելու առումով, բայց ամեն դեպքում ընդունվեց ու եկող տարվանից բոլորս ունենալու ենք, այսինքն բոլոր գրանցված աշխատողները, ովքեր ունեն 200,000 դրամ եւ ավել կեղտոտ աշխատավարձ, օգտվելու են ԱՀ-ից։ Ստեղ էլ կարելի բազմաթիվ հարցեր ինձ թվում է էլի դեռ կլինեն, շատ անորոշություններ, որոշ բաներ կա, որ իրոք դեռ անդրամաբանական է, թե կիրառվին այնց ոնց որ այս բան մեկնաբանվում է, երևի թե դրան է հաջորդ տարի նորից ավելի մանրամասն կանդրադառնանք։ Այո, միակ բանը, որ հստակ է, այն է, որ եթե դուք արդեն ստացել եք ձեր դեկտեմբերի աշխատավարձը, ապա դրանից արդեն պահում է արվել, եթե մասնակից եք։ Եվ ընդհանուր, տենց ոնց ես գնահատում այս ամբողջի արդյունքում մենք ավելի լավ կապրենք եւ բիզնես կանենք, ավելի արդար կլինի ամեն ինչ, մեր երկիրը կզարգանա, թե զուտ թղթաբանությունը շատացավ։ Դժվար հարց է տալիս։ Իրականում քայլերը որոշակի միտված են ստվերի դեմ պայքարի, որոշակի էֆեկտ ունենում են, բայց դրանք լավագույն լուծումն են, թե չէ, իրականում ծառայում են full իրանց նպատակին, թե չէ, մի քիչ դժվար է ասել, ավելի հակված են, որ չէ, քան թե հա, որովհետև ստվերի դեմ պայքարը իմ կարծիքով ենթադրում է շատ ավելի այլ ոճի աշխատանք, մենք գնում ենք total control-ի ու դրա մասին նաև օրինակ հաջորդ բանն է փոփոխությունն է, որ ապրանքները Q-ավորվում են, այսինքն QR-ներ ապակցում, հնարավոր է լինում ապրանքը ծերից ծեր միջև վերջնական սպառողը նայել թե ում մոտով է շրջանառվել, դա total control-ի լավագույն օրինակն է, չգիտեմ, ժամանակը ցույց կտա։ Անցնենք նորությունների բլոկին, հասկանանք նախորդ տարի ինչ եղավ, որ այսպես դեռ իր հետքը կթողնի։ 3 բլոկ ենք առանձնացրել, առաջինը IT-ն է ու երևի ոչ միայն IT-ի, այլ նախորդ տարվա ամենաուժեղ նորությունը, որ եղավ Հայաստանում, այդ $500 միլիոն արժողությամբ AI Factory-ի ստեղծման լուրն էր, որը որ արդեն 2026-ին պետք է սկսեն կառուցել Հրազդանում, ինքը NVIDIA-ի հետ համագործակցությամբ, Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ, Team Group-ի հետ նոր ստեղծված Firebird ընկերության նախագիծն է, որը որ իրականում շատ սուպեր բան է, էլի, ասենք, եթե ինքը այդ մակարդակով տեղի ունենա, շատ է խոսվում իրականում ինչ էֆեկտ կունենա, բայց այդ մոտավորապես ես գնահատում եմ ոնց որ Հայաստանում, ասենք, նավթ գտնեին, կամ միգուցե այսօրվա աշխարհում նավթ գտնելը այդքան մեծ հեռանկար չունի, ինչքան նման ինչ-որ ռեսուրս ունենալի երկրի ներսում։ Այրոք լուրը շատ ֆանտաստիկ էր, սկզբից նույնիսկ անհասկանալի, ես հիշում եմ, որ առաջի տենց հայտարարությունը ասում են AI գործարան ու անհասկանալի էր, ինչա նշանակում է AI գործարան, բայց բանը, տենց իրոք կարա մեծ ազդեցություն ունենա ու ինքը դառնա ինչ-որ մի հատ լուրջ պրոցեսների, ոնց որ տրիգեր, ու նաև փոխվում է երկրի դերն ու նշանակությունը, տենց մի քիչ, բայց փոխվում է ու նմանատիպ հենց բիզնես նախագծերն են, որ կարողանում են երկիրը դարձնել ինչ-որ տենց
աշխարհակահաղական ինչ-որ ֆիգուրա։ Ուրեմն ի՞նչն է իր առանձնահատկությունը, քանի որ Nvidia-ի հետ համագործակցությունը կա 6144 հատ B200 GPU-ներն է լինելու, որը որ այս պահին շուկայում ամենապահանջված չիպերն են հենց, ու հենց մեր իմացած այդ top ընկերությունները այս պահին հիմնականում դա են օգտագործում, ու էդ էլ ենք խոսացել նաև նման թույլտվություն ստանալու համար, որպեսզի դա ձեռք բերես, պետք է լիցենզիա, ու Հայաստանը այդ լիցենզիան ստացավ, նաև նոյեմբերին այդ նորությունն էլ եկավ, ու դա շատ մեծ ծավալ է, էլի, ինքը այս պահին իհարկե այդ ոլորտը այնքան արագ է աճում, այնքան ֆանտաստիկ ներդրումներ են արվում, որ չգիտես մինչև կառուցեն ինքը ինչ ստադիայում կլինի, բայց այս պահին եղած գնահատականներով, ասենք ինքը կարող է դառնա աշխարհի top 50 հենց AI կենտրոններից մեկը, ու այդ գործարանը ասացնել ինչն է իր տարբերությունը սովորական data center-ից, այնտեղ ոչ թե ինչ-որ ֆայլեր կամ տվյալներ են պահվում, այլ այնտեղ շատ կոպիտ ասած աշխատում է AI-ի engine-ը, էլի, այսինքն եթե ինչ-որ մոդելը պետք training անել, եթե ինչ-որ AI-ը պետք է աշխատացնել, օրինակ դուք ChatGPT-ին մի բան գրում եք, ինքը գնում միտեղ մտածում է, չէ՞ որ ձեզ պատասխան տա։ Այդ մտածելը հենց այդ հաշվարկներն է, որը արվում է, հաշվողական ռեսուրսն է, որի համար պետք են այդ սուպեր համակարգիչները, ինքը հենց այդպիսի կենտրոն է, որտեղ բիզնեսները, ով որ ուզում է AI-ում ինչ-որ գործ անի, օգտվելու է այդ ռեսուրսից, ոնց հասկանում եմ արդեն այսպես նախավաճառքի որոշակի ստրատեգիա կա, որոշ մասը հենց կառավարությունն է բուք արել եւ մնացածն էլ ինքը այնպեսի բան է, որ հաստատ կարծում եմ իր պահանջարկը կունենա, էլի մանավանդ տարածաշրջանային այդքան էլ կողքի երկրներում այդպես ակտիվություն չկա։ Բնականաբար ինքը նաև շատ մեծ էներգետիկ ռեսուրս է պահանջելու, ինչը թու Հայաստանում կա, այսպես մոտավոր հաշվարկներով իրան պահանջվելու է այնքան էլեկտրաէներգիա, ինչքան ասենք ամբողջ Գյումրի քաղաքին, դե բայց ամեն դեպքում այն ինչը որ ինքն է խոստանում, թե ինչ կարող է տա, իրոք շատ տպավորիչ է, մնում է որ իրագործվի եւ արդյունքներն էլ տեսնենք։ Այս ինչ-որ ժամանակացույց կա, երբ ոնց որ շահագործվելու կամ կառուցումը սկսվելու տենց։ Դե 2026-ին կարծես թե սկսվելու է կառուցումը։ Ես կարծում եմ սա էլ այն թեմաներից է, որ մենք մի օր ավելի մանրամասն անդրադառնանք։ Մի հատ թեմա ես ասեմ, մեր ՏՏ-ի հետ կապված, ոնց որ ինձ թվում է կարևորագույն իրադարձությունից մեկը դա Digitech-ն է։ Այս տարի բավական հետաքրքիր Digitech ենք ունեցել, տարբերվող կասեի։ Նախ Digitech-ը չէր քնում, ու twin party-ներ էին լինում, ինչ որ ավելի ուժեղ networking էր լինում, ու ոնց որ թե առաջի բանը դրանով էր որ տպավորվում էր, բայց Digitech-ի օրերը, երբ որ այցելում էր, նկատում էր, որ աչքին սովոր են շատ ճոխ տաղավարները, որը սովորաբար ֆինանսա-բանկային ոլորտը գալիս էր ու տենց իրանով էր անում, չկային, ավելի ամեն ինչ համեստ էր, ավելի համեստ էր ամեն ինչ, ու ոնց որ թե դրանով ավելի քիչ ստվեր էր գցվել, ոնց որ մեր ՏՏ ֆիրմաների վրա ավելի համեստ էր, բայց ինչն է հետաքրքիր, որ առաջի հայացքից ինձ թվաց, թե տենց ինչ-որ հետաքրքրությունը կորել է, բայց հետո տարբեր մասնագետների ու ոլորտի ներկայացուցիչներով խոսում էի, իրանք գոհ էին, ու հատկապես գոհ էին, որ տենց այդ ճոխությունը չկար, կարեն ինչ-որ ունենք մենք ՏՏ-ում, ու միակ տենց երևի թե օբյեկտիվ դժգոհությունն էր, որ մեր ոնց որ ասում բարձրագույն լիգայի ներկայացուցիչները, այսինքն top IT ընկերությունները պատշաճ ներկայացված չէին։ Ոնց թվում է դա էլ է խնդիր, իրանք կարող են մոտիվացիա չունեն, որովհետև առաջ հիմնականում մասնակցում են ինչ-որ աշխատակիցներ ներգրավելու, տպավորություն ստեղծելու եւ այլն, բայց հիմա ոնց որ այդ խնդիրները չունեն ու մոտիվացիա չկա, այս բիզնեսը ոնց որ ծախս անելուց պետք է ոնց որ խնդիր լուծի, բայց միևնույն մյուս կողմից էլ ոնց որ շատ թույն կլներ, որ իրանք միշտ ներկա լինեն ու դրսից հատկապես հյուրերը կամ այն մարդիկ, որոնք որ առաջ անգամ են գալիս Digitech, տեսնեն թե մեր ոնց որ առաջատար ՏՏ ընկերությունները ինչ են առաջարկում ու ինչ են անում, այդտեղ օրինակ մտածում եմ դա խնդիր է, որը պետք է առաջիկա տարիներին Digitech-ը լուծի։
բավականին ակտիվ ենք այն շատ հատկապես ինչն ուրախացնում երեխաներ, ինչպես միշտ տենց արմաթը շատ ակտիվ է ու լավ ներկայացված է լինում, հենց որ կարանք համարենք, որ ըստ տարվա Digitech-ը հետաքրքիր էր։ Առողջացման ուղով է։ Նոր ֆորմատով էր ու այդ 24 ժամյա ռեժիմը ինքը հետաքրքիր էր։ Մյուս տարեկան ամփոփումը, որ պետք է անենք, մի քիչ դրական չէ, որովհետև ես հիշում եմ 2024-ը, երբ որ ամփոփում էինք, How to Be-ում հոդված ունեինք, թե տարվա ընթացքում ինչքան հայկական ստարտափներ են նոր ներդրումային փուլեր արել, բայց այս տարի այդ առումով շատ пассив էր։ Մի հատ այսպես մեծ գործարք կա, դա Super Annotate-ի $13.5 միլիոն ներդրումներ, բայց դա դեռ նախորդ տարվա ընթացքում էին աշխատում ու փաստացի արդեն կարծես որոշված էր, տարվա սկզբին հայտարարվեց եւ հետաքրքիր այսպես ստարտափ շատ արագ ծնվեց ու որոշակի արդյունքի հասավ այդ AREG-ն էր, որը $6 միլիոն ներգրավեց, բայց մնացածը հիմնականում այսպես մեր ներքին էկոհամակարգի ներսում դեռ այսպես սաղմնային փուլի ներդրումներ էին, հիմնականում մեր VC-ների կողմից, այսպես առաջին քայլերը անող ստարտափների հետ կապված ու այն մեծ թվերը, որ սպասում էինք, դեռ չկա, բայց մյուս կողմից հույսը այն է, որ այս տարի այսպես back office-ի աշխատանքի փուլեր ու այդ ամեն ինչը նախապատրաստվում է, որ լինի մյուս տարի։ Ես նաև կասեմ, որ 24 թվականին տենց սուպեր իրադարձություններ տեղի ունեցել, Service Titan-ի IPO լինելը ու դրա մասին ոնց որ առանձին էպիզոդ ունենք։ Քանի որ խոսացինք ներդրումներից, մի հատ նայենք թե համարյա մի տարի անց է, մի տարի մի փոքր ավելով, թե ինչա տեղի ունեցել Service Titan-ի հետ։ Մենք երբ որ նոր էր IPO-ն եղել, խոսում ենք ու զգուշավոր լավատես ենք, այսինքն մտածում ենք, որ որոշակի աճ կլինի, բայց տենց չենք մտածում, որ օրինակ կրկնակ պատկվելու է, չէ՞, բաժնետոմսերը, հիմա նայենք։ Այդ ժամանակ, եթե չեմ սխալ, մոտավորապես $100-ի, $101-102 սահմաններում էր մեկ բաժնետոմս, երբ որ մենք էպիզոդը գրեցինք Service Titan-ի մասին, հիմա հենց այս բան $107.7, այսինքն այդ չափավոր աճը տեղի ունեցել, բայց տարվա ընթացքում բաժնետոմսերը շատ, որ ասում են վոլատիլ եղել, շատ է տատանվել։ Որ պատկերացնեք ինչքան է տատանվել, ամենացածր գինը, որ արձանագրվել է եղել է 79.8 եւ ամենաբարձրը 131.3։ Բայց իրանք 75-ով չէին սկսել։ Իրանք pre-sell էին արել, բայց ոնց որ շուկան մտնելու օրը, եթե չեմ սխալ 97 էր, եթե ճիշտ եմ հիշում, հա։ Մենք ոնց որ այդ IPO-ից մի շաբաթ հետո ենք էպիզոդ արել, ժամանակ $100, 101 ինչ որ այտենց էր, ու ունեցել ենք կոպիտ ասած 5-6 հիմա այս պայդրությամբ, հա 5-6%-ի աճ, ինչը պրինցիպի նորմալ է, բայց այդ շատ տատանվող գինել բավական հետաքրքիր է, կարանք տենց մի օր խորանանք, հասկանանք, թե հիմնականում որ լուրերն են ու ինչ ինֆորմացիան է այդքան իր գնի վրա ազդում։ Բնականաբար այս տարի ինչպես չէր եղել ներդրումներ, տենց չենք ունեցել նաև ոնց որ ասած IT ոլորտում IPO, չգիտեմ, ըստ քո կանխատեսման 26 թվականի իրատեսական է ունենալ։ Դե քանի որ հիմնականում մի ընկերության մասին է խոսքը, երևի չարժե կանխատեսում անել, ավելի լավ է կոնկրետ ինֆո ունենալ, բայց բանը, դա ասեմ, որ ոլորտը դեպոր տենց տարբեր հիմնադիրների հետ խոսում եմ, գիտեմ, որ եկող տարվա վրա մեծ պլաններ ունեն նոր ներդրումներ ներգրավելու, ոնց որ ինձ թվում է այդ առումով կարանք լավատես լինենք։ Լավատես ենք։ Մեկ այլ թեմա, որ նախորդ տարվա IT ամփոփման համար պետք է անպայման նշենք, այդ plug and play-ի գործունեությունն էր Հայաստանում, իրականացրեցին ծրագրեր ստարտափների համար, ինչի համար հենց իրենք հրավիրվել էին, մեկ ինկուբացիոն ծրագիր, մեկ ակսելերացիոն ծրագիր, որոնց տարբեր ստարտափներ մասնակցեցին, մեկը դեռ իհարկե ընթացքի մեջ է կարծեմ, եւ ինչն էր կարևոր, որ արդեն այսպես տնավորվեցին Հայաստանում, բացեցին իրենց գրասենյակը ու արդեն կարելի է սպասել ավելի համակարգային աշխատանք։ Մի ստարտափում էլ, առնվազն մի ստարտափում էլ ներդրում են արել մեր հայկականներից ու տեսնենք ինչ կլինի։ Այս էլ իրականում այս լուրն է լավ, որ մի քիչ լավատեսություն է ներշնչում եկող տարվա ներդրումային
թեման ամփոփելու հարցում։ Ուսումնանանք, որ ասել կնի պոզիտիվ ազդեցություն կունենա, որպեսզի հայկական ստարտափները էլ ավելի շատ ներդրումներ ստանան։ Այս թեմայով մենք մի ծավալուն վիդեո մատերիալ ունենք, որը շուտով կհրապարակենք, խոսել ենք ստարտափների հետ, խոսել ենք ներդրողների հետ, հիմնադիրների հետ, փորձել ենք հասկանանք ինչ ազդեցություն է թողել այս մի տարին ու այդտեղ երևի ավելի լավ պատկերացում կփոխանցենք, թե ինչ է plug and play-ը։ Okay. Դե մի հատ լուրը ես ասեմ, որ էլի բավականին աղմկահարույց էր ու ինֆորմացիոն տենց լուրջ ուշադրություն գրավեց։ Դա Starlink-ի Հայաստան գալն էր։ Ինչի մասին, եթե չեմ սխալվում, 24 թվականին տենց ԲՏԱ նախարարը հայտարարել էր, որ գալու են, եկան, ինչ-որ մի շաբաթ 10 օր բոլորը ոգևորված խոսացին ու կորավ տեսադաշտից։ Փորձեցի էպիզոդին պատրաստվելուց առաջ հասկանալ, թե հայկական քանի user կա, բարձում է տենց data գոյություն չունի, որ հնարավոր լինի հասկանալ, որովհետև իրանց մոտս երկրների չի։ Գիտենք, որ Հայաստանը 130-րդ երկիրն է, որտեղ որ Starlink-ը աշխատում է ու իր բնականաբար ինչ որ որպես այլընտրանքային կապի միջոց, հատկապես արտակարգ իրավիճակներում եւ այլն, որ ավանդական կապը կարող խնդիրներ ունենա, ոնց որ այդ առումով լավավոր ունենք այդ հնարավորությունը, բայց ինչ որ տնտեսական էֆեկտը սպայի դրությամբ շատ դժվար է հասկանալ ու նաև հնարավորությունների, ընդ որում փորձեցի հիշել, թե ունեմ ծանոթ, որ օգտվում է Starlink-ից, տենց չմտաբերեցի, եթե կա մարդ, որ օգտվում է, լավ կնի կոմենտ գրեք, մի քիչ փորձառությամբ կիսվեք, իսկ մոտ տենց ցանկություն առաջացավ, մի հատ բաժանորդ դառնանք, փորձենք հասկանանք վերջը դա ինչ է։ Դե առնվազն մարքեթինգ չի արվում, այդ որ հաստատ մնացածը բարդ է։ Իսկ մեր այսպես լոկալ հեռահաղորդակցության ոլորտում այս տարի 5G տարիներ, ճիշտ է, դեռ նախորդ տարվանից արդեն սկսել էին տեղային 5G ապահովել, բայց այս տարի համարյա մեր բոլոր 3 օպերատորներն էլ զբաղվեցին 5G ցանցի տարածումով, Team Telecom-ը նույնիսկ 2G-ն անջատեց, որպեսզի այսպես անցնենք հաջորդ փուլ ու դա էլի հետաքրքիր է, չնայած ոնց հասկանում եմ 5G-ի օգտագործմանը մենք դեռ պատրաստ իրական 5G էլի այն էֆեկտը ինչ որ ինքը դեռ կարա տա, դրան պետք է սպասենք։ Անցնենք ֆինանսական ոլորտին եւ ինչպես նախորդ տարիներին, 2-3 տարիներին համարյա, այս տարի էլ թիվ 1 նորությունը այն էր, որ բանկերը շարունակում են պահպանել շահույթի բարձր մակարդակը, ընդ որում այդ մրցավազքի մեջ շատ աշկ է ծագում Arching բանկը, մյուս մրցակիցներից համարյա 2 անգամ ավել շահույթ ունի, 2024-ը իրենք փակել էին 132 միլիարդ դրամ շահույթով, 2025-ի առաջին 3 եռամսյակներին 103 միլիարդ արդեն ունեն, այդ նշանակում է, որ եթե նույն տեմպով շարունակեն, կգերազանցեն նույնիսկ մի փոքր, ու հետաքրքիր է, որ այդ աճը այսպես համամասնորեն բաշխվում է նաև մյուսների վրա, ճիշտ է, մյուսների դեպքում փոփոխությունը այդքան, այսպես թիվը այդքան տպավորիչ չէ, բայց ընդհանուր մակարդակը մեծացել է, բարձրացել է ու եռյակն էլ սովորաբար նույնն է, Arching բանկ, Ամերիաբանկ, Ակբա բանկ։ Մեր բանկային ոլորտի շահույթները իրոք շատերին է հետաքրքրում ու տեղ տենց տարբեր բաներ կա, այդ թվում եթե կհիշես ոնց որ այս անկանխիկի օրենքը նորից շատերը մեկնաբանում են, որ արվում է, որ բանկային համակարգը էլ ավելի շատ շահույթներ ունենա, բայց ես հիշում եմ մի հատ վերլուծություն էի կարդում, որտեղ որ բաներ, այսինքն բանկային համակարգի, կոպիտ ասած, կապիտալի շահութաբերություններ, ինչ է այդ նշանակում, ինչքան փող է դրած, այդքան փողը ինչքան եկամուտ է, մաքուր գեներացնում, ինչ-որ 12-13%-ի մասին էր խոսք գնում, այսինքն պայմանական $1 միլիոն որ դնում ես, տարին աշխատում ես 130 տպավորիչ շահութաբերություն չի։ Այդ տեսակետից է, այսինքն վստահ եմ, որ կան ոլորտներ, որոնք ավելի շատ են։ Ուղղակի քանի որտեղ շատ փող է դրած ու այդ $1 միլիոն չի ու
հետևաբար բանա, ընդ որում դա բայց միջնացված է, էլի, այդ շահութաբերությունը, հետևաբար որոշ բանկեր կա, որ իրանց մոտ ավելի ցածր է, որոշ բանկեր կա, որ մոտիկ է, բայց եթե ճիշտ եմ հիշում, ինչ որ այդտեղ ցուցանիշ էր ու հետևաբար մյուս կողմից որ նայում ես, օրինակ քանի հոգի է պատրաստ, օրինակ իր գումարը դնել 12, 13 կամ 15% տարեկան եկամուտ ունենալով, ու այդքան մրցակցության մեջ մտնել ու վարկավորել մի տնտեսությունում, որի ինչ ասես կանխատեսում են, հա, չնայած իրականում ես որ չես բավականին պոզիտիվ է կանխատեսում, բայց այնուամենայնիվ կարանք մի անգամից ստեից անցնենք մյուս թեմային, հենց 12-13% շահույթ չունեցող, չցանկացող անձինք իրանց գումարները ոչ թե ներդնում են բիզնեսում, ոչ թե ներդնում են որպես ավանդներ, ոչ թե գնում են բաժնետոմսեր կամ պարտատոմսեր, այլ ինչ են անում, գնում են ու պայմանական ներդնում են Hello Bit-երում։ Այդ երևի տարվա վերջի ու ամենաաղմկահարույց լուրերից մեկն էր, որ կարանք տենց ասենք, հա, երևի հերթական պիրամիդան կրիպտո բանով, ինչ background-ով, հա, պայթեց ու բավականին շատ մարդիկ կորցրեցին իրանց գումարները, խնայողությունները, ես տենց մի 10 հատ ինտերվյու եմ նայել ու խապշում եմ, թե ոնց են մարդիկ տենց մեծ գումարներ ներդնում այդքան կասկածելի նախագծերի մեջ ու հետո պահանջում որ պետությունը ինչ-որ բան անի։ Այնքան մեծ էր այդ մարդկանց շրջանակը, որ հավաքվել էին, ցույց էին անում, դե պատկերացրա ինչքան մարդ էլ նույնիսկ կարող է ոչ շատ մեծ գումար է կորցրել կամ ամաչում է ընդհանրապես դրա մասին ասի։ Կամ այնց գումարներ են, որ պետք է չի, որ դրանց մասին խոսա։ Ինչն է հետաքրքիր, որ այս նույն պատմությունը անընդհատ կրկնվում է 2 տարի առաջ էլ էլի նմանատիպ պիրամիդա էր աշխատում Հայաստանում, բացահայտեցին, հնարավորինս դրա մասին մարդկանց հայտնեցին ու այս ընթացքում էլ մենք դե բնականաբար Սամվել Մարտիրոսյանը ամբողջ օրը իր վիդեոներով բանկերը, ֆինանսական հաստատություններ այդքան ասում են, որ ժողովուրդ ջան, օրինակ չգիտեմ 30, 50, 100% շահույթը այդ adekvat չէ ու դրա տակ մի բան է թաքնված ու արդյունքում պարզվեց ինչ, որ մարդիկ տոկոս հաշվել չգիտեն։ Այո։ Այսօր կենտրոնական բանկը հրապարակել է մի հատ հետազոտություն, համաձայն որի Հայաստանի բնակչության 28%-ը կարող է հաշվել պարզ տոկոս։ Ընդ որում պարզ տոկոս ինչ է նշանակում, որ ասում ենք օրինակ չգիտեմ 100-ի 25% ինչքան է 25, հա, այսինքն ոչ մի ավելի բարդ բան պետք չի հաշվել, որտեղ կա նաև բարդ տոկոս, որի մասին մենք նորից փորձում ենք ինչ-որ իրազեկել, բացատրել մարդկանց, բայց հասկացա, որ մենք պետք է մի մակարդակ իջնենք ներքև, սկսենք պարզ տոկոսից, կատաստրոֆա է, այսինքն այդ նշանակում է, որ մաթեմատիկայի մինիմալ գիտելիքներ Հայաստանի Հանրապետության ընդամենը 28% ունի, ու երբ որ բանկար OECD-ն ինչ-որ մի հատ research ունի 2023 թվականի, որտեղ տենց տարբեր երկրներում բանա, թե քանի տոկոսը գիտեն, տենց խայտարակություն է, որովհետև ասենք օրինակ Ալբանիայում 51%-ը տիրապետում է այդ ինֆորմացիային, Հայաստանում 28, էլի։ Չգիտեմ, վերեք բան անեմ։ Նո, նախ առաջի տեղը ոնց որ համաձայն research-ի Հոնկոնգն է 94%, Կիպրոսում 77, Էստոնիայում 76, Լեհաստանում 69, Հայաստանում 28։ Ախր տոկոսը այդ մոտավորապես որ այսպես համեմատենք գումարում հանումից հետո գալիս է արդեն բաժանում բազմապատկման հետ գալիս է տոկոսը, եթե զուտ գործառնական, ասենք, ինչքանը քեզ այդ պետք գալու, շատ պետքական բան է, էլի, ոնց որ գրել, կարդալ չիմանաս մոտավորապես այդ կարգի։ Դե ֆինանսական գրագիտության ըստ ումա այբենարանն է տոկոս իմանալը ու երևի թե սա նաև այս ցուցանիշը վառ արտահայտում է, թե մեր մոտ ֆինանսական գրագիտության ու ֆինանսական բանականության ինչ մակարդակ կա, դա լուրջ անելիք ունի, ու լուրջ անելիք ունի նախ պետությունը, ֆինանսական սեկտորը եւ երևի ամեն մեկս մեր տանը։
Մեր հաջորդ նորությունը այն է, որ 2025 թվականի ընթացքում ինչքան էլ սպասեցինք, բայց Հայաստանում այդպես էլ IPO չեղավ, այսինքն որևէ ընկերություն չդարձավ հրապարակային եւ չթողարկեց բաժնետոմսեր, ինչը որ նախորդ տարիներին տեսնում էինք, Team Telecom-ն էր արել, Telcel-ն էր արել, ու ասում էին, որ այդ process-ը շարունակական կլինի, կան ընկերություններ մոտենում են դրան, հիմա էլ են նույնը ասում, որ ընկերություններ կան մոտենում են դրան, բայց հակառակ կողմը շատ լուրջ ցուցանիշներ ապահովեց, պարտատոմսերի շուկայում ուղղակի այսպես բում էր, ամենակարևոր միտումը երևի այն էր, որ եթե առաջ միայն բանկերը կամ էլ այսպես խոշոր համակարգային նշանակության կառույցներն էին պարտատոմսեր թողարկում, օրինակ հեռահաղորդակցության օպերատորները կամ HEC-ը, հիմա այսպես անցան շատ ավելի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, չգիտեմ, Վարդանանց բժշկական կենտրոնը, Դալան տեխնոպարկը, շատ, ասենք Globing-ը, այնքան տարբեր ընկերություններ, այնքան հետաքրքիր այսպես առաջարկներ են անում, տոկոսներն էլ բնականաբար, քանի որ իրանք ֆինանսական կառույցներ չեն, ռիսկի մակարդակը մի փոքր բարձր է, նաև այդ 12%-ը արդեն հանգիստ ֆարմն է, չէ՞, թողարկես Alpha Pharma։ Հա, իրականում այդ մի կողմից լավ է, որ շուկան ակտիվանում է, մարդիկ սովորում են ֆինանսական գործիքներից օգտվել, ինչ-որ տենց արժեթղթեր գնել, ու ինձ թվում է դա կբերի ուշ թե շուտ նրան, որ ընկերությունները նաև կսկսեն IPO անել ավելի շատ, ու այս դա շուկան շոշափում են շատերը, ընդ որում շատ կարևոր է, ինձ թվում է միջևս IPO եղած ընկերությունների բաժնետոմսերի գները իրանց ոնց կպահեն, որովհետև մարդիկ էլ չէ, պետք է անալիզ անեն, հասկանան պարտատոմսն ավելի շահութաբեր, թե բաժնետոմս գնելը, ենթադրում այդ ընկերությունների շուկայական արժեքի փոփոխությունը նույնպես կարա բանանի, մոտիվացնի մյուս ընկերություններին։ Ավելին ասեմ, ես առնվազն 5 շատ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ գիտեմ, որ նորից հիմա պատրաստվում են պարտատոմսեր թողարկել, ու այդ նշանակում է, որ տենց ինչ-որ մի հատ լավ իմաստով վարականք է բիզնեսների շրջանակում, իրանք հասկացել են, որ գոյություն ունի ֆինանսական միջոցներ ներգրավելու ավելի ժամանակակից, ավելի հետաքրքիր ու շահավետ գործիք, ընդ որում պարտատոմսը, եթե ճիշտ խոսանք, ինչի է բիզնեսին ավելի լավ, որովհետև ամբողջ ընթացքում ինքը մայր գումար չի վճարում, մենակ տոկոս է վճարում, այդ գումարը ինքը կարող է օրինակ 5 տարի նախատեսել, որ բիզնեսի մեջ պետք է շրջանառի ու քաղի դրանից առավելագույնը, ոչ թե զվարքի դեպքում ոնց է վերցնում ես, հենց հաջորդ ամսվանից սկսում ես որոշակի մասերով վճարել, եթե չունես օրինակ ինչ-որ արտոնյալ ժամանակաշրջան, իսկ այս դեպքում ոնց որ բան է, դու գիտես, որ պայմանական 5 տարի կարող ես այդ գումարը օգտագործես, իրան աշխատացնես, ստեղծես եկամուտ, այդ եկամուտից որոշակի տոկոսներ տաս տարբեր շահառուներին։ Այստեղ դե ընդունենք նաև, որ այս ակտիվությանը նպաստում են նաև այն օրենսդրական հնարավորությունները, որ ստեղծված են, նախ ինչպես գիտենք, պարտատոմսերի ձեռքբերման դեպքում ֆիզիկական անձիկ եկամտային հարկ չեն վճարում։ Իհարկե, այստեղ դեռ չգիտենք մենք, ոչ մի հստակ պատկեր չկա, ինչքանով են ֆիզիկական անձինք մասնակցում այդ պարտատոմսերի տեղաբաշխումներին եւ ինչքանով են իրավաբանական անձինք, երևի թե ամեն դեպքում գերակշռի իրավաբանական անձինք են, եւ մյուս օրենսդրական արտոնությունը այն է, որ այդ թողարկման process-ը որոշակի ծախսեր է պահանջում, որը որ էականորեն մեծ է, ասենք, վարկը վերցնելու ծախսից, բայց պետությունը դրա մի մասը էական մասը սուբսիդավորում է եւ դա նույնպես ընկերություններին թույլ է տալիս։ Հանուն արդարության պետք է ասենք, որ նաեւ ոնց որ բրոկերային ընկերությունների շատանալը, զարգանալն ու նաեւ ինչ որ տենց տեխնիկական ավելի հարմար լուծումներ առաջարկել, այդ ոնց որ բոլորը մեկը մեկին աշխատացնում է, այսինքն նաեւ այդ պետք է ընդունենք, որ շատ ավելի հարմարավետ է դառը բաժնետոմս գնել կամ պարտատոմս գնել կամ վաճառելը app-ի միջոցով, ու դա էլ է նպաստում, ու տեղել ոնց որ պետք է ասենք, որ բրոկերական ընկերությունները բանեն միջազգային լավագույն փորձը բերում, տեղայնացնում են ու տալիս են հաճելի user experience այդ ամեն ինչը անելու։ Մնում է, այսպես մեզ գովազդեմ, how to be-ում կա
ընթացիկ պարտատոմսերի ընթացիկ տեղաբաշխումների մշտապես թարմացվող ցանկ, երբ ուզենաք կարող եք մտնել, տեսնել այս բային ինչ կա հասանելի եւ հետո արդեն ձեր ուզեցած, ձեր նախընտրած բրոքերային ծառայության միջոցով արդեն ձեռք բերել։ Եվ երևի ֆինանսական ոլորտի վերջին լուրը, որը կուզենանք առանձնացնենք այս տարվա հետ կապված, դա կրիպտոարժույթների կարգավորող օրենսդրություններ, որը ոնց որ թե ընդունվեց ոչ միանշանակ, ընդ որում ինձ թվում է ինքը ոչ միանշանակ ընդունվել եւ կրիպտո բիզնեսում ու вообще բլոկչեյն տեխնոլոգիաներով աշխատող բիզնեսների մոտ, այլ նաեւ բանկային համակարգի, որովհետեւ եթե ճիշտ եմ հասկանում, հիմա ինչ է լինում, ոնց որ օրինականացվում է, կարգավորվում է, բայց միևնույն ժամանակ հիմնական պահանջն է, որ դա պետք է լինի անկանխիկ։ Միջև այս բանկերը կարելի ասել գրեթե տենց բոյկոտում էին ու թույլ չեն տալիս, որ տենց բանկային փոխանցումով դու գնեիր կրիպտոարժույթներ, հիմա ոնց որ թե մի քանի օր մնացել կհասկանանք, պարտավորվում են այդ տրանզակցիաները անցկացնել, բայց մյուս կողմից կրիպտոները կորցնում է իր քեշով առնել ծախելու ազատությունից, ընդ որում օրենքի առաջի խմբագրման ոնց որ ընդհանրապես էր արգելվում, հետո որոշակի տենց փոփոխությունների արդյունքում հիմա մինչև 300,000 դրամի գործարքը կարողանում են կանխիկ անեն, բայց ստեղ էլ նույնականացումը որպես խիստ նույնականացումը դառնում է իրանք պետք է հստակ տեսնեն թե ով ինչ է առնում, բայց ստեղ էլի պետք է հասկանանք թե օրինակ այդ 300,000 լիմիտը ինքը չարաշահվելու է, չարաշահվելու, լինելու է, չլինելու, ոնց կաշխատի, տեղ էլի լիքը հարցեր կա, բայց այնուամենայնիվ մի հատ ոլորտ, որը բավական հետաքրքիր է, լուրջ գումարներ են ֆորում, ստանում է որոշակի լեգալ կարգավիճակ Հայաստանում ու տեսնենք թե այդ կարգավիճակը շատ տարբեր են կարծիքները, մի կողմ ասում է, որ մենք չգիտեմ լավագույն փորձն ենք ներդնում, մյուսն ասում է, որ վատագույն խիստ կարգավորումներն են կիրառում ու դա այդպես հնարավոր չլինի, բայց կյանքը միշտ ցույց է տալիս էլի թե այդ երկու կարծիքներից որն է ավելի ճիշտը ու որտեղ է բալանսավորման այդ կետը այդ երկու կարծիքների, որտեղ բնականաբար կան երկու տարբեր շահեր ու ամեն մեկը իր տեսակետից է օրենքը մեկնաբանում։ Բայց եթե այսպես հասկանանք ռեալ ինչ փոխվեց ուժերի հարաբերակցությունում, զուտ այս օրենքը նշանակում էր մի բան, որ ամեն ինչ որոշելու է կենտրոնական բանկը, մնացածը ստիպված են ենթարկվել եւ կրիպտոյի մեջի բիզնեսները եւ բանկերը։ Ընդ որում, եթե ճիշտ գիտեմ, բանը այդ ոնց որ կանխիկի շարժը սկզբում մեկնաբանվում էր, որ ներքին գործերի նախարարության լոբինգն է, որ կանխիկ չլինի, ոստիկանության, տենց եթե ավելի պարզ ասենք, հետո պարզվեց, որ չէ, ոնց որ թե որոշակի կարծիք էին տվել, որ իրանք այդքան է դեմ չեն, բայց ՍԲ-ն հստակ բաներ արել, որ չէ ինքն է դեմ, բայց սկզբից որպես վահան օգտագործվում էր հենց ներքին գործերի նախարարությունը, որտեղ լավ գիտենք, հա, կրիպտոն շատ տենց չիմացողների մոտ մեկնաբանվում է որպես տենց արգելված ինչ-որ առարկաներ իրեր եւ նյութեր գնելու համար վճարման միջոց կամ ինչ-որ ծառայություններ դիմաց ու այդ իմիջի տակ ոնց որ տենց շատ ավելի տրամաբանական էր, որ հենց ներքին գործերի նախարարությունը ասել, որ պետք է սահմանափակվի, ոչ թե ՑԲ-ն։ Ու մի քիչ տարօրինակ է, որտեղ ըստ էության կրիպտոյի մեծ նպատակը բանկային համակարգի որոշակի ծառայությունների փոխարինել այլընտրանք լինելն է, բայց ռեգուլյատորը դառնում է նույնն է։ Անցնենք մի փոքր տնտեսական բիզնես նորությունների բլոկին, չնայած այստեղ բավականին հետաքրքիր հավաքածու ունենք։ Ինչից սկսենք։ Բեր սկսենք տնտեսական ակտիվության ցուցանիշից։ Վերջերս հրապարակվեց հունվար-նոյեմբեր տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Եթե կարճ 8.3% տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այսինքն նշանակում է տնտեսությունը 8.3%-ով, այս ասում են գերեւեն 28% մարդկանց համար, ովքեր գիտեն տոկոս, 10% հաշվել է։ 8.3%-ով աճել է, ընդ որում, եթե նայում ենք կառուցվածքային, իմիջիայլոց էկոնոմիկայի նախարարի հարցազրույցները նայում, կտան շեշտում էր, որ ոնց որ բոլոր հիմնական 4 ուղղություններով աճ են ունեցել, առևտուրը աճել է 3%-ով, արդյունաբերությունը 0.5%-ով, ընդ որում ես ոնց հասկանում եմ, միջև այդ մինուսը եղել չի աճել, այս վերջերս թանկարժեք մետաղների մտնել, որոշակի վերամշակվել, նոր արտահանվելու արդյունքում արդյունաբերության թվերը լավացել են,
շինարարությունը 20.1%-ով եւ ծառայությունների ոլորտը 10.9%-ով։ Սրանք սա միջին անում են, որտեղ իրանք ոչ թե թվերի միջին են անում, այլ տնտեսության մեջ իրանք կշիռներն են հաշվի առնում 8.3% տնտեսական ակտիվության աճ ունենք։ Սրա հետ զուգահեռ հետարքիր բան կա, որ արտանումը նվազել է 40%-ով, ներմուծումը 27.4%-ով։ Ու ինչն է հետարքիր, որ հիմա տենց օպոնենտները իշխանության ասում են, որ արտանումը նվազել է եւ այլն, բայց պետք է հասկանանք, թե ինչի է նվազել, որովհետեւ նախորդ տարիներին թանկարժեք մետաղներ մտնում էր Հայաստանում, գնում էր, թվերը աճում էր, ըստ էության Հայաստանում դրանից շատ տենց չենք ասում օգուտ չկար, բայց տենց տնտեսության մակարդակում փոքր էր այդ օգուտը, ու այդ ժամանակ այդ նույն օպոնենտներն ասում են, որ խեք դուք այդ աճերը վերագրում, որովհետեւ դա ոչ մի բան չի նշանակում։ Հիմա այդ ոչ մի բան չնշանակող թվերը նվազել են հետ են եկել իրականության, ասում են դե փաստացի 40% անկում ունենք արտանումը, ինչը մի քիչ արդար չի, պետք է հասկանանք, որ դա տենց կողմնակի շրջանառություններ, որը իհարկե մեր թվերը որոշակի աղավաղեց, բայց պետք է կարողանանք դրանք զտենք եւ նայենք, թե իրականում ինչա տեղի ունենում։ Այդ թեթև այսպես հիվանդության պես բան էր, որ լավ է դրանից ազատվեցինք։ Մի հատ ուրիշ հետաքրքիր ոլորտի հետ կապված լուր եկավ վերջերս, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից ստացել է էլեկտրական մեքենաների մաքսատուրքից, այսպես արտոնության 15000 մեքենայի քվոտա, նախորդ տարի այդ 8000 էր, հիմա փաստորեն կրկնապատկվեց համարյա, դա բաշխվելու է կեսը ֆիզիկական անձանց, կեսը ներկրող կազմակերպությունների միջև, այդ բաշխումը դեռ չի արվել։ Հա, բայց ոնց գիտեմ, տենց մոտավորապես 12000-3000 ինչ որ այդ պրոպորցիայի մասին է խոսքը գնում։ Անցած տարի 5000-3000 Հա, ինչի համար, որտեղ այդ 3000 անցած տարի չի իրացվեց, տեության ավելի քիչ ա եղել ու հետեւաբար մտածում եմ, որ այդ 3000 լիմիտը դիլերներին առավել քան բավարար է ու հավանաբար տենց կլինի ժամանակը ցույց կտա։ Մի հատ կարևոր բան ասեմ, որ ոնց որ գիտենք, չէ՞, մեքենայի ռաստամոշկա ասվածը տենց հիմնական երկու վճարում ունի հիմնական, դա մաքսատուրք ու NDS-ն է, ավելացված արժեքի հարկը։ Մոտավորապես, եթե չեմ սխալվում, 1 ամիս ու կես թե 2 ամիս առաջ կառավարությունը նաև ընդունեց որոշում, որ օրենքում փոփոխություն կատարվի, այդ ԱՂ-ից ազատման արտոնությունը երկարացվի։ Ու շատ Telegram կանալներ ու նաև ԶԼՄ-ներ, որոնք որ այդքան լավ ու խորը չեն տիրապետում այդ տնտեսական ոնց որ էֆեկտին, այդ ժամանակ գրում էին, որ ազատվել է մաքսատուրքից ու բանից կառավարության որոշումով։ Ես այդ նախադասությունը լսեցի, մի քիչ զարմացա, որտեղ մաքսատուրքից ազատել կարող է ԵՏՄ-ն, մենք կառավարությունով տենց ոնց որ բան չունենք։ Ինչի՞ մա, որտեղ մաքսատուրքը ԵՏՄ երկրների բոլոր պետություններին վճարվող մաքսատուրքը հավաքվում է մի հատ կաթսայի մեջ ու ամեն պետություն ինչ-որ տոկոս է ստանում։ Հետևաբար ոչ որ մի հատ երկրի ստանա արտոնություն, այդտենց օբշի կաթսայից է նվազում, հետևաբար ոնց որ պետք է այդ մակարդակում այդ որոշումը կայացվի։ Այ մասով որոշումը կար երկարաձգվել էր, ԵՏՄ-ի մասով եւս 1 տարի ունեցանք այս արտոնությունը, ինչը չգիտեմ, եւ լավ է եւ վատ է, երևի ավելի շատ լավ է։ Ամեն դեպքում վիզուալ նույնիսկ այսպես փողոցում նայելուց շատ են շատացել էլեկտրական մեքենաները, այս պահին այդ հիմնականում այսպես լավ որպես պոզիտիվ են կալվում, որովհետև դեռ մենակ լավն ենք տեսնում, բայց հեռանկարում կա նաև թե այդ մեքենաները ինչպես են ուտիլիզացվելու ու դրա համար լուծում դեռ չկա։ Մի հատ հարց տամ, իսկ ավանդական մեքենաների ուտիլիզացիայի խնդիրը լուծված է, ինձ թվում է էլի լուծված չէ, ոնց որ ինձ թվում է ավանդական մեքենաների հետ մենք գործ ունենք մեզ ծանոթ նյութերի հետ։ Դա կա։ Հաջորդ լուրը տեղի ունեցել նորից կառավարության նիստերից մեկի ժամանակ, երբ որ պարզվեց, որ կան խանութներ, որոնք որ ապրանքները վաճառում են օրենքի խախտմամբ, այսինքն առաջարկում են անկանխիկ եւ կանխիկի դեպքում տարբեր գներ։ Հետո տեղի ունեցավ մի շարք որոշումներ հանձնարարականներ, որոնք տենց ֆինանսական բանականության տեսակետը չուզենա մեկնաբանենք, բայց երևույթը կուզենանք խոսենք, որ բոլորիս համար հայտնի է, որ եթե ինչ-որ մեկը երբևիցե Դուբայից հետա վերադարձել Երևան, մոտենում են, խնդրում են, որ 1-2 հեռախոս հետները բերել Հայաստան ու նման ճանապարհով բավականին մեծ քանակությամբ
չգիտեմ, ասենք բանը ոնց կա, մաքսան ենք ճանապարհով մտնում են հեռախոսներ եւ դրանք հետո վաճառվում են մեր երկրում։ Հետևաբար այդ հեռախոսները չունեն որևիցե փաստաթուղթ ու դա էլ նշանակում է, որ իրանք պետք է վաճառվեն կանխիկ, որ հետքը կորի։ Եթե այդ հեռախոսը ուզենան վաճառեն ոչ կանխիկ եղանակով, բավական շատ հարկեր պետք է վճարեն, ինչը դարձնում է անիմաստ։ Հետևաբար այդ շուկայում եւ ոչ միայն հեռախոսներ, նաեւ համակարգիչներ, տեխնիկա, այսքան մի բան, որը փոքր է, հարմար է այտենց ձեռով բերելու եւ թանկարժեք է, ունենք ռեալ ստվերային մեծ շրջանառություն, որը վերջը ինչ որ մի պահի համբերության բաժակը լցվեց ու փորձում են դրա դեմ պայքարել։ Հիմա դա կլինի ոչ թե համբերության բաժակը լցվեց, այլ այդ ամեն ինչը մի 2 տարի, ասենք, բաց գովազդ են անում նմանատիպ խանութները, որ նույնիսկ իրենց կայքերում մտնում է, տարբեր գին է տրված, ասենք, կանխիկի դեպքում ուրիշ գին, այնպես ուրիշ գին։ Ու ինչպես այդքան ժամանակ չէին նկատում, հետո անպայման պետք է վարչապետի աշխատակազմից գնային գնում անելու, որ դա իմանային։ Ամեն դեպքում սա մի հատ մեծ process է, որը կարա ուղղակի ինչ որ ցուցադրական մի քանի քայլ արվի եւ կանգնի եւ կարող է դրա դեմ այնց ինչ որ լուրջ խորը process սկսվի եւ փորձեն նմանատիպ ճանապարհով ներմուծվող տեխնիկայի ոնց որ կոպիտ ասած ճանապարհը փակվի։ Հետաքրքիր թեմա է ու այսպես շատ երկար ճիշտ ու սխալ անելու թեմա է, որովհետեւ իրականում այն ձևը, ինչպես որ դա արվեց, այսինքն այդ խանութը փակվեց, ինքը ընդհանրապես ինստիտուցիոնալ չէր, այդ խանութը եթե ամեն ինչ լավ գնար, շուտ պետք է փակվեր, բայց որ մի օր կարող է ուղղակի հանձնարարականով խանութ փակվել, այդ արդեն մի քիչ վախենալու։ Այո, այդքանը բան չի։ Գլոբալ առումով մի հատ այդտեղ ընդհանրացում անեմ, էլի։ Հիմա մեր տնտեսությունը գիտես ինչ վիճակ է, որ բոլորը ուզում են կամ առնվազն խոսում են կամ առնվազն մտածում են այդպես օրինական աշխատելու, բայց խնդիրն է անում, որ պետք է բոլորը միաժամանակ դա անեն, հա, որպեսզի ոչ ոք չսնանկանա, որտեվ երբ որ դու ունես մրցակիցներ, որոնք որ ունեն որոշակի առավելություններ, մեր շուկաները այդքան գերշահույթներով չեն, էլի, որ ասես լավ դե օրինակ չաշխատեմ, ենթադրենք 50%, աշխատեմ 10%, բայց հանգիստ քնեմ, այդպես չի, այսինքն դեռ տոկոսների մասն է, իրանք շատ էական են։ Ու ինձ թվում է հասունացել է մի հատ այն բան, որ պետք է պետությունը բիզնեսներին լավ առաջարկ անի, երկար եմ մտածել այդ առաջարկը, որը կարող լինի, որ բոլորը միաժամանակ ինչ որ խաղի կանոններով սկսեն հրաժարվել նմանատիպ գործիքակազմից ու ես նման առաջարկի պահանջարկ զգում եմ բիզնեսների կողմից, երբ որ շփվում եմ, խոսում եմ, բան եմ անում, բայց ցավոք սրտի այդ առաջարկը նույնիսկ չի սկսել ձևավորվել ու մնաց կատարվել ու դրա համար սենց ինչ-որ խնդիրներ են ունենում բարբերաբար այդտեղ կլիներ ֆինանսական բանականություն։ Մյուս թեման, մյուս հետաքրքիր ուղղությունը, որով առանձնացավ նախորդ տարին, դա այն էր, որ Հայաստանից սկսեցին ուղիղ չվերթներ բացվել Եվրոպայի կամ կարելի ասել նույնիսկ աշխարհի տարբեր ուղղություններով, դրանց թիվը էականորեն մեծացավ եւ այդ պատմության մեջ գլխավոր իրադարձությունն էլ երևի այն էր, որ հունգարական low-coaster Wizz-ը բացեց բազա Հայաստանում։ Դրան գումարվեց նաեւ էլի պետության աջակցությունը, երբ որ ինչքան ճիշտ եմ հասկանում Հայաստան բերելու համար, այսինքն դեպի Հայաստան թռիչքի համար տվյալ ավիաընկերությունը ստանում է որոշակի պետական սուբսիդավորում, ինչը որ հիմա մենք բացում ենք, տեսնում ենք ինչքան ցածր գներ կան ավիատոմսերի, ու սովորաբար գնալու գինը երբեմն բարձր է, բայց հետ գալունը սովորաբար ցածր է, այդ հետ գալունը հենց սուբսիդավորված թռիչքն է ու Wizz-ը ստեղ բազա բացելով նաև շատ ուղղություններ բացեց, կոնկրետ եթե Wizz-ին ասենք, այս պահին կարող ենք հաշվել 18 ուղղություն 13 երկրներում, վերջինը որ հայտարարվեց ու այսպես աղմուկ հանեց, այդ Լոնդոնն էր, բայց նախորդ տարի օրինակ Փարիզը ավելացավ, ոչ մայրաքաղաք էլի շատ երկրներ, քաղաքներ Եվ ընդհանուր հիմա եթե այսպես հասկանանք Հայաստանից արդեն ուր կարելի է թռչել ուղիղ չվերթով, դա
69 քաղաքների 71 օդանավակայաններն են, Մոսկվան է, որ 3 տարբեր օդանավակայաններում կարող են ընդունել 33 երկրներում։ Այս թեմայով մի հատ վերլուծություն տեսա, որտեղ տենց ուրեմն չափման միավոր կա, թե երկիրը ինչքանով է կապված աշխարհի հետ ու բանա չափվում է, թե ուղիղ թռիչքով քանի երկիր ու քանի քաղաք կարող ես գնաս ու համեմատածեր ընդ որում Հայաստան, Վրաստան, Ադրբեջանը ու ի շնորհիվ նաև վիզերի մենք ահավոր մոտիկացել ենք այդ երկու երկրներցության շնորհիվ հատկապես Վրաստանին, դա ոնց որ 1-2 քաղաքի մասին էր տարբերությունը գնում, ինչը նորից շատ հաճելի է։ Ու ասենք, որ բացի վիզերից ոնց որ Fly-One-ն էլ նոր ուղղություններ բացել, վերջերս Ամստերդամ, հա, ինչը շատ հաճելի է ու երևի թե շարժը որպեսզի էլ ավելի ակտիվանա, պետք է նաև լուծվի դեսպանատների հետ ինչ-որ բանակցվի, որ վիզաները ոչ թե ամիսներով, տարիներով նախապես պետք լինի անել, այլ հնարավոր լինի, օրինակ, չգիտեմ, 1 շաբաթվա ընթացքում ստանալ կամ չստանալ վիզաներ կամ եթե տրամադրվում է մի քիչ ավելի երկար պերիոդներով տան դրանով է կարելի հերթերը կրճատել եւ նման բան ու այդ տեսակետից եւ հայերը կսկսեն շատ ճամփորդել, միգուցե ճամփորդելու ընթացքում նաեւ տոկոս հաշվել սովորեն։ Չենք իրականում շատ լավ բան է նախ եւ առաջ մարդու բազմակողմանի զարգացվածության, չգիտեմ, եւ նախ ինքը մի կողմից այսպես առանձին ինդուստրիա է ձևավորել, որը որ իհարկե ցավոք միայն այսպես туриզմի կազմակերպման մասն է, որ Հայաստանում է մնում, գնում մնացած գումարը ծախսում են արտերկրում, բայց հուսանք նաև դա կբերի դեպի Հայաստան туриզմի։ Հա։ Վստահ եմ, որ կբերի, որովհետև երկիրը ինչքան շատ տեղերից կարելի է հասնել, այդքան հավանականությունը որ տուրիստը մի օր կորոշի այցելել Հայաստան, այդքան մեծանում է։ Դա երկարաժամկետ խաղա, պետք է ոնց որ ամեն ինչ անել, որ լինի, իսկ այս ուղղությունը որպեսզի իրանց տնտեսական էֆեկտը չկորցնեն եւ նույն, չգիտեմ, ավիաընկերությունները շարունակեն պահել միջև, որ մենք ունենանք հակառակ հոսքը, ինձ թվում է պետք է վիզաների հարցը ինչ-որ լուծում ստանա, որ ակտուալությունը պահպանվի։ Եվ վերջի տնտեսական նորությունը կարանք մեր թեմաներից մեկն է եղել 1000 խոշոր հարկատուների ինչ հետաքրքիր փոփոխություններ տեղի ունեցան։ Դե առաջատարն է փոխվել, Զանգեզուրի պղծամոլիբդենային կոմբինատը այս տարի ակին փորձությունների միջով անցավ, այնտեղ մի քանի օր ձգված գործադուլ եղավ, բայց չնայած չեմ խորացել, բայց կարծում եմ մենակ դա չէ պատճառը, այնտեղ նաև հարկերի վճարման ժամանակացույցի հետ կապված էլ տարբերություններ կար։ Ենթադրաբար դա շահութարկի կանխավճարներն էր, որոնք կատարվել են ավելի մեծ գումարներով, հետո փաստացի շահույթ ավելի քիչ էր եղել եւ հակառակը միգուցե հետ են ստացել։ Երևի ամենանշանակալի փոփոխությունը հենց այդ էր, որ ավանդական լիդերը կորցրել է իր դերը, տեղը ավելի ճիշտ եւ փոխարենը նաեւ շատ հետաքրքիր է ու դրա մասին շատ է խոսվել, որ հեռախոսներ ներմուծող ու արտահանող ընկերությունը դարձել է Հայաստանի ամենախոշոր հարկատուն, ինչը պրինցիպի sense ասեմ, նմանատիպ բիզնեսները նույնպես հարկատու են եւ ստեղծում են արժեք, ինչքանով է դա հարատև դժվար ասել, բայց ամեն դեպքում հայկական ընկերությունը կուտակում է որոշակի շահույթներ եւ հետո նույնիսկ եթե հնարավորություն չունի, ինքը նոր բիզնես կապեր է ստեղծում այդ ամեն ինչի շրջանակում եւ այլն, հայկական աշխարհը ավելի հարստանում է, հա, ինչ որ մարդիկ հարստանում են, ստեղծում աշխատատեղեր եւ հետո կարող է այդ գումարները վերաներդրվի ու ստեղծվի մեկ ուրիշ բիզնես, դրա համար այդ առումով ինչ որ տարօրինակ նեգատիվ կա թեմայի շուրջ, բայց ես դրան օրինակ նայում եմ նորմալ, որտեվ ես համարում եմ գործարարի կարևոր հմտությունից մեկը նաև է դա, որ ստեղծված իրավիճակը կարողանաս օգտագործես, ստեղծես կապիտալ եւ հետո արդեն կապիտալը աշխատացնես հավելյալ արժեք ստեղծես, դրա համար տենց ոնց որ այդ նեգատիվը չեմ կիսում, իհարկե շատ ավելի լավ կներ, որ մենք ունենայինք top 10-ում խոշոր արտադրողներ կամ խոշոր IT ընկերություններ կամ ընկերություններ, որոնք ավելի մեծ արժեք են ստեղծում Հայաստանում, բայց դրանց չլինելը չի նշանակում, որ մենք պետք է որոշակի վատ վերաբերմունք ունենանք կամ նեգատիվ վերաբերմունք ունենանք այն բիզնեսներին, որոնք որ
ուղղակի կարողացել են ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել ու թեկուզ բոլորս հասկանում ենք որ դա հարատև չի, բայց այնուամենայնիվ կառուցել բիզնես, գեներացնել եկամուտներ, դրանից է վճարել հարկեր։ Եթե այսպես տասնյակը ճիշտ է ամեն երամսյա հաշվետվությունը նոր գալիս է ցանկը եւ այնտեղ փոփոխություններ է լինում, բայց եթե այսպես տարեկան մակարդակով փորձենք տասնյակը գնահատել, ովքեր են այնտեղ հիմնականում երկու նմանատիպ ընկերություն են, որոնք էլեկտրոնիկայի, կենցաղային տեխնիկայի վաճառքով կամ վերարտահանմամբ են զբաղվում, եթե պարզ խոսենք, միշտ կա Զանգեզուրի բանջարամոլիբդենային կոմբինատը, միշտ կա Գազպրոմ Արմենիան եւ մնացածը այսպես հիմնական ուժեղ ճյուղերի առաջատարներն են, օրինակ բանկային համակարգից սովորաբար երկու ներկայացուցիչ, հեռահաղորդակցության սովորաբար մեկ ներկայացուցիչ, բենզինի շուկայից սովորաբար ներկայացուցիչ, ծխախոտի շուկայից ներկայացուցիչ, IT-ից է, մի քիչ չակերտներով IT-ից է, սովորաբար մեկը մոտենում տասնյակին, ակին բաշխված իրավիճակ ունենք, էլի։ Եվ մենք 3 հատ էլ լուր ենք առանձնացրել, որ մեզ կարող են մեղադրել, որ ինչի բա այսքան մեծ թեմաները չեք քննարկում բիզնես եւ տնտեսության լուրերի մեջ, բայց մենք որոշել ենք, որ դրանք առայժմ այդքան էլ բիզնես ու տնտեսական չեն, այլ ավելի շատ քաղաքական։ Պակասում է ֆինանսական բանականության էլեմենտ այս պայդրությամբ կամ առնվազն մեզ համար դա տեսանելի չի։ Այո, եւ որոնք են դրանք։ Առաջինը դա TRIP նախագիծն է, որը որ ապաշրջափակում պետք է ապահովի, բայց առայժմ դա ավելի շատ այսպես քաղաքական գեոպոլիտիկ ինչ որ պրոյեկտ է, տեսնենք ինչ կլինի դրա հետ։ Երկրորդը տարբեր վարկածներով երևի թե ամենահարուստ հայ գործարարի ձերբակալությունն է Սամվել Կարապետյանի։ Եվ երրորդը վերջերս Ադրբեջանից ներկրումներն են, մասնավորապես բենզինի ներկրումը, որը Ադրբեջանի տարածքով ծորենի եւ ադրբեջանական բենզինի ներկրումը։ Ընդ որում ադրբեջանական բենզինը, գիտեք, պրեմիում տեսակի բենզինը շատ ցածր գնով վաճառվեց, մի աղմուկ, բայց դրա տակ երևի թե բիզնեսի էլեմենտները առայժմ բավականին քիչ են, որպեսզի դա հասնի մեր ֆինանսական բանականության քննարկման դաշտ։ Ես նաև առանձնացրել եմ մի քանի ցուցանիշ ֆինանսական աշխարհից, որը ցույց է տալիս ընդհանուր ուղղությունը, ուր էր գնում ֆինանսական աշխարհը 2025-ին։ Ներկայացնում եմ 5 ռեկորդ։ Առաջինը S&P 500 ինդեքսը, որը ԱՄՆ 500 խոշորագույն ընկերությունների այսպես ընդհանուր ինդեքսն է, հասավ իր պատմական առավելագույնին 6932 ցուցանիշ, ու ընդ որում տարվա ընթացքում ինքը մոտավորապես 40 անգամ գերազանցեց իր պատմական ռեկորդը, նույնը մոտավորապես վերաբերում է նաև մյուս ինդեքսներին, Nasdaq-ին, Dow Jones-ին եւ այլն։ Երկրորդը առաջին անգամ ընկերությունը հրապարակային գերազանցեց $5 տրիլիոն կապիտալիզացիայի սահմանը, դա Nvidia-ն էր, որը այս տարվա ընթացքում նաև 4 տրիլիոնը գերազանցեց։ Երրորդը Bitcoin-ի գինն էր, որը այս տարվա ընթացքում հասավ $126,000, դա իր պատմական առավելագույնն էր, բայց հիմա ինքը նվազել է 100,000-ից էլ արդեն քիչ է։ 27 ոնց որ Այս պահին 98,000-ի կարգ է, բայց ինքը առանձնանում է շատ բարձր տատանողականությամբ, volatility-ով։ Չորրորդը դա թանկարժեք մետաղների, մասնավորապես ոսկու գինն է, որ էլի հատեց իր պատմական ռեկորդը, հասավ 1 ունցիայի դիմաց $4,580, ու էլի սա էլ այսպես տարվա ընթացքում անընդհատ ինքը ռեկորդներ էր թարմացնում, ու սա հասավ նույնիսկ արծաթն էլ տարվա ընթացքում իր պատմական ռեկորդը կգնեց։ Այդ է ասում են արծաթը նույնպես շատ հետաքրքիր է իրան պահում ու շատ արագ աճ ունենում ու շատ հետաքրքիր է դառնում տենց ներդրում կատարելու տեսակետից, բայց արդեն երևի ուշ է։ Եվ 5-րդը, որի մասին մենք խոսացել ենք, 5-րդը Elon Musk-ն է, որը որ դարձավ առաջին մարդը, որ անցավ իր կարողությամբ
$600 միլիարդ սահմանը, հետո $700 միլիարդ սահմանը հասավ $750 միլիարդ։ Իհարկե սա մի քիչ այսպես հողի վրա գնահատական չէ, ավելի շատ փորձագիտական գնահատական է, բայց այդ մասին կարող եք դիտել մեր էպիզոդներից հենց նախորդում։ Դե հիմա հետ գանք սկզբում հնչեցված հարցի պատասխանին։ Ինչքանով էր տարին ֆինանսական բանական։ Այո։ Բեր բան անենք, նայենք ամենամեծ բորսան, որը այդքան ֆինանսական բանականություն չէր, ինչքան որ Թրամփի հայտարարությունների վրա արձագանքեր, այդ հայտնի տարիֆների պատերազմը ու հայտարարությունները, հետո Թրամփն էլ մեր հայտարարման process-ի նման տենց հայտարարում էր, ինչ-որ բաներ էր փոփոխում ու ոնց որ թե հիմնական դրայվերը ֆինանսական աշխարհի դա Թրամփի հայտարարություններն էին ու շուկան արձագանքում էր, փորձում էր կանխատեսել թե ինչա տեղի ունենում։ Հետևաբար այդ տենց գլոբալ մակարդակում հայկական իրականության մեջ ինչ տեղի ունեցավ, մենք տարօրինակ ձևի, անկեղծ եմ ասում, ինձ համար շատ տարօրինակ ձևի լիքը հարկ ենք հավաքել, որոշ հանգամանքներ գիտեմ ինչի է տենց եղել, որոշ բաներ իրոք անակնկալ էր ու տեղել ոնց որ թե ավելի շատ անտրամաբանված էր արդյունքը, քան տրամաբանված էր։ Օրենսդրական փոփոխություններ են ինչ-որ տեղի են ունենում, նորից շատ հասկանալի է, հիմնական խնդիրը ստվերը կրճատելն է եւ այդ սոուսով ու որոշակի փոփոխություններով նաեւ որոշակի հարկային բեռի ավելացումն է, հատկապես ալտերնատիվ հարկման ռեժիմների, որոնք որ ավելի քիչ են մուծում, դրանց սահմանափակումն է ոլորտային եւ այլն եւ այլն։ Այդտեղ մեծ հաշվով կա ֆինանսական բանականություն, բայց ինքը կարճաժամկետ խնդիրներ է լուծում, ինչպես նշեցի, մեզ պետք է գլոբալ առումով տենց վերաիմաստավորել պետություն բիզնես աշխատանք ու օգնել բիզնեսներին ստվերից դուրս գալ, որտեղ կա երկու տարբերակ, հա, կարելի է ստիպել եւ կարելի է օգնել, մոտիվացնել։ Ինձ թվում է շատ ճիշտ պահ, որ մենք սկսենք մոտիվացնել, համագործակցել, ըմբռնումով մոտենալ եւ հասկանալ, որ ինչի են իրանք ստվերում, ինչն է եղել պատճառը եւ այլն ու լավ առաջարկ անել բիզնեսներին։ Իրանք էլ վստահ են, որ այդ բարձված ձեռողություն չեն թողնելու ու համ ավելի լավ արդյունք են ունենալու, համ ավելի քիչ ցավոտ այդ առումով։ Հիանալի ամփոփում եւ համարյա թե նոր տարվա ուղերձ։ Այո։ Կարևորը նախընտրական բան չլի, չէ՞։ Դե վերջ, այս տարվա ֆինանսական բանականությունը այսքանն էր, կհանդիպենք հաջորդ տարի, շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Bye.